Այս բան ես գտնվում եմ Գյումրիում։ Բացատրեմ խաղի կանոնները։ Ուրեմն իմ ընկեր գծիկ օպերատորի հետ պայմանավորվել ենք, որ այսօր նա կառավարելու է իմ օրը, եւ ես չեմ ունենալու ընտրության հնարավորություն։ Եվ այս ամենը Գյումրիում։ Գնացինք։ Դե ինչ խաղի կանոնները պարզ են, գնացինք, տենանք ինչ ենք անում։ Վերջին անգամ Գյումրիում եղել է մի տարի առաջ Կարոյի հետ, հիմա անսովոր է ինձ ամեն ինչ։ Ասա ինչ անենք, Յուրա։ Դե եկեք Գյումրի ենք հասել, պետքա պոնչիկ ուտենք առաջին անպայման։ Յուրան շատ ճիշտ ասում եք հասել են Գյումրի, ոնց կարանք պոնչիկ չուտենք առաջին հերթին։ Գնացինք։ Դե ինչ մենք հասանք պոնչիկի մոտ, գնացինք ներս։ Պոնչիկ, մոնչիկ։ Քանի հատ ես ուտում։ Մի հատ երևի։ Մի հատ։ Լավ երկու։ Արա իքի հասել են Գյումրի, արա ինչ մի հատ։ Մի հատ սովորական կփորձեմ, մի հատ են ուտելայով։ Ես էլ նուտելայով ու ելակով։ Այսինքն մի հատ վանիլ, երկու հատ նուտելա, մի հատ ելակ։ Իսկ խմելու։ Օ, խմելու։ Բայց մի վարքան ես եմ, չէ՞ կառավարում այսօր, այսինքն ես պետքա որոշեմ ինչ ես խմելու դու։ Այսօր ֆրեշ ենք խմելու։ Ճիշտ է, ես սուրճ էի ուզում, բայց ֆրեշ տակ ֆրեշ։ Դու որն ես ուզում։ Խառը մրգերով։ Մի հատ այսինքն խառը մրգերով, ես էլ ուզում եմ ձմերուկ, լավ։ Չէ, չկապավ։ Ես եմ որոշում, ձմերուկ չէ։ Արա, կարող է գիտես։ Դու խմում ես դեղցի։ Արա լավ հենց դեղ, ամենաչսիրած ես։ Դեղցի ֆրեշ ես խմում դու։ Եղավ յուրա տղա, ոչինչ, մի օր ես կկառավարեմ քո օրը։ Առավոտից բան չեմ կերել, սոված ենք ահավոր։ Սոկը ոնց հատենամ Գյուրայի ընտրած։ Տենց, համովա, բայց դեղց չեմ սիրում։ Պոնչիկը կերանք մի քիչ քայլեցինք հրապարակով, հիմա ասա ինչ ենք անում։ Գնում ենք Սև ամրոց։ Օ, մի անգամ եղել եմ, գիտես, չէ՞ դաժե։ Գնանք։ Գնացինք։ Դզեց, արդեն երևում է պատերը։ Կյանքում մի անգամ եմ եղել ստեղ, ես էլ էի ուզում անկեղծ ասած գայի, տենանք կարենանք ներս մտնենք։ Մենք ներսում ենք, բարձր չխոսամ, որովհետև էլի մարդիկ կան, նայեք ինչ շքեղություն է։ Ուրեմն Գյումրիի Սև բերդը կառուցվել է 1834 թվականին եւ այն ծառայել է որպես ռազմական ամրոց։ Ճիշտ է, ես շատ գիտելիք չունեմ, չեմ պատկերացնում այդ բանին ոնց է դա կատարվել, բայց դա փաստ է։ Իմիջիայլոց իր անունը գալիս է հենց այս քարի պատճառով, որովհետև ամբողջ բերդը կառուցված է սև տուֆից, այդպես էլ անունը մնացել է Սև բերդ։ Շատ սիրուն է ամեն ինչ։ Մեր օրերում Սև ամրոցը վերածվել է մշակույթի կենտրոնի եւ այստեղ անցկացվում են ցուցահանդեսներ, համերգներ եւ տարբեր միջոցառումներ։ Դե ինչ ամեն ինչ շատ հիասքանչ է, այստեղ շատ սիրուն է, շատ պատմական է։ Իսկ մենք շարժվենք առաջ, տենանք էլ ինչ կգա Յուրայի մտքին։ Մի րոպե չթերթեք, շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ուրեմն նայեք, ժամը գիշերվա 3:13, հա, լտուր։ Հենց հիմա ես աշխատում եմ այն վիդեոյի վրա, որը դուք արդեն նայում եք։ Այս այն ապացույցն է, թե ինչքան ժամանակ ու անքուն գիշերներ է գնում այս վիդեոների վրա։ Ես չեմ բողոքում, ուղղակի փաստում եմ։ Հիմա խնդրում եմ, ստեղ նայեք։ Ուրեմն ձեզանից գրեթե 77% է նայում այն վիդեոները առանց բաժանորդագրվելու։ Խի։ Շատ շտապ փոքրացրու վիդեոն, բաժանորդագրվիր իմ ալիքին, որպեսզի այս թիվը գնալով պակասի, եւ մի շատ կարևոր բան էլ, գնա հետևիր իմ Instagram-ին, խուճու չխչո։ Շուտով այնտեղ կհասնենք 2000 հոգու, գնա լրացրու այդ թիվը։ Շնորհակալ եմ շատ, գնացինք առաջ։ Ճիշտ ասած, տեղերը կարելի է անverջ մնալ, խորանալ պատմության մեջ, բայց արդեն ժամանակն է, շարժվենք առաջ։ Ինձ թվում է Յուրայի մտքին կա հələ բաներ, որ արժի անել այսօր։ Հա, ես մտածել եմ որ գնանք։ Ուր։ Քանի որ դու ռեժիսոր ես։ Ահա։ Մենք կգնանք։ Թող գուշակեմ։ Վառեմ, մարեմ։ Ճիշտ է։ Գնում ենք վառեմ մարեմ։ Այո, այս sense լրիվ սրտովս է։ Գնացինք վառեմ մարեմ։ Իմիջիայլոց վառեմ մարեմի ճանապարհին հանդիպեցինք մի ցայտաղբյուր, որը ուշադրություն կառուցվել էր 1805 թվականին։ Այսինքն այն ուղիղ 220 տարեկան է։ Վաու, ինչպես է այդպես։
Դե ինչ մենք արդեն հասնում ենք լեգենդար Վառեմ Մարեմ շինության մոտ։ Ինչ պետք է անենք ստեղ դե ասա։ Դե առաջինը երևի քո անունը կգրենք պատին։ Հետո։ Հուշանվեր արժի վերցնել։ Հետո Տեսնենք էլի ինչ հետաքրքիր բաներ կան։ ես ընտրություն չունեմ, բայց շատ ուրախ եմ։ Դե սկիզբն է հələ ոչինչ։ Շինությունը արդեն երևում է։ Դե ինչ մենք արդեն հանրայդ Գյումրու պատի մոտ ենք։ Եկավ մեր անունը կպցնելու հերթը։ Գնացինք։ Երջանիկ մարդիկ ծնվինգը հուլիսին։ Հիշեցնում իմ ծննդը հուլիսին էր։ Հենց այս մեկն էլ ես կվերցնեմ։ Այս էլ իմ մարդուկը։ Դե ինչ հայտնի Վառեմ Մարեմի պատի վրա, արդեն կա իմ անունը խոճուճ, խչո։ Հենգո ես յուրը, հուշանվերը կա, անունս պատի վրա է։ Ինձ իրականում դուր է գալիս շատ ես վիդեոն։ Ինչ ենք անում, ասա յուրա, ոնձրև է գալի։ Արի գնանք կտենաս ինչ ենք անում։ Չգիտեմ յուրան ուրա տանում, այս Գյումրի լավ է գիտես դու։ Ասում եմ դիսենց ուղիղ գնանք, տենում եմ արդեն մոտավոր ինչա, բայց հեսա տենանք։ Ես տենց է գիտեի։ Չեմ տխուր ասում, իմ համար շատ լավ է։ Թուլ ես, յուր թուլ ես։ Արի դու արի։ Գնացինք տենանք ինչ տեսարան կլինի վերևից։ Ծասավոր հոգնել ես։ Հա, հոգնած եմ ու սոված։ Նամյոկները շատ սիրում է։ Ասեք որ հավես է։ Այս նորմալ է, որ սենց խաղում ամենք ես բարձրության վրա։ Չգիտեմ ինչքանով է նորմալ, որ սենց ծոչում է, բայց Մերսի յուրա ջան։ Շատ հավես օր եմ անցկացնում։ Ճիշտ է, հոգնածուցիչ է մի քիչ, համարյա ամբողջ ժամանակ ոտով ենք պտտվում, բայց կայֆ է։ Արդեն պայուսակներն էլ է տվել ձեռս։ Ինչ ենք անում, հրամայի։ Դու չգիտեմ, ես գնում եմ հաց ուտեմ։ Ինչ լավ բան ասիր, բայց ես ասում եմ ինչ տա, մի բան նիտոյ է, սոված ենք փաստորեն։ Ինչ պիտի ուտենք։ Դու ոչ մի բան երևի։ Ես եմ որոշողը։ Հայելի դու ես որոշողը, բայց մի մոռացի ով եմ ես։ Ինչ ես ուզում, պիցա թե բուրգեր։ Դու ասա, դու որոշի, դու ես այսօրվա որոշողը։ Երևի բուրգեր կուտենք էլի։ Բուրգեր, չէ՞։ Հա։ Ես եմ բուրգեր ուտել։ Գնացինք բուրգեր ուտելու։ Բուրգերը վերցրել ենք արդեն բիֆ բուրգեր, սպասում ենք գա ուտենք ու այս մի զադանյանը կհամարենք ավարտած։ Ինչպես տեսնեք մեր բուրգերը հասել է, մի արագի մեջ ուտենք ու միանանք։ Ինչ ես տեսնայում վրաց։ Պաղպաղակ չուտենք։ Ձեռս արդում։ Բուրգերի վրից պաղպաղակ, չասեմ, հարի։ Գնացինք։ Այս էիր ուզում, համ։ Կերար։ Այո։ Համով էր։ Շատ։ Ինչ անենք, աղա պոպկորն ուտենք։ Արա ձեռս առնում, ասա ինչ ենք անում։ Գնում ենք կայարան։ Կայարան ինչ կա։ Գնանք տուն։ Տաքսով չեն գնում։ Չէ, ինչ տաքսի, գնացքով են գնալու։ Լավելի, հալ չկա վրես, ինչ գնալ։ Կապ չունի։ Դե ինչ մենք արդեն Երևանում ենք, օրը հասավ իր տրամաբանական ավարտին։ Մեկնաբանությունների բաժնում գրեք տարբեր քաղաքներ եւ որ քաղաքը կհավաքի ամենաշատ լայքը, հենց այդ քաղաքում էլ կնկարենք հաջորդ նմանատիպ չելենջը։ Սիրում եմ բոլորիդ, սիրեք ձեր հայրենիքը, հաջողություն, ցտեսություն։